Արևմտյան մի շարք համալսարանների փորձագետների եւ տեղացի իրավաբանների հետ ամիսներ շարունակված ուսումնասիրությունից հետո ապելավերլուծության կենտրոնը հրապարակել է զեկույց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Նախագծի մի շարք գլուխներում զեկույցի հեղինակներն առաջընթաց են արձանագրել։ Ինստիտուտի հիմնադիր Արմեն Մազմանյանը թվարկում է, կառավարության կայունության երաշխավորում, կուսակցական համակարգի զարգացում, հանրաքվեի նշանակության բարձրացում, դատարանի անկախության հավելյալ ֆորմալ երաշխիքների Թեև սա կարող ենք առաջընթաց համարել, այնուամենայնիվ պրակտիկայում չեմ կարծում, որ այս սկզբունքների ներառումը իսկապես մի մեծ հեղափոխական առաջընթաց։ Մասնագիտական խումբը մյուս կողմից հետընթաց է արձանագրել կառավարման եւ ընտրական համակարգի վերաբերյալ դրույթներում, մտահոգություն հայտնելով, որ դրանք ոչ թե կնպաստեն, այլ կխոչընդոտեն ժողովրդավարության զարգացմանը։ Որպես հիմնավորում ներկայացնում են 3 կետ։ Նախ կասկածի տակ են դնում ԱՅՈ-ի կողմնակիցների փաստարկները, թե կառավարման խորհրդարանական մոդելի դեպքում բացառվելու են կառավարման ճգնաժամերը։ Մինչդեռ որ իշխանության կլինի միայն մեկ ուժ, եւ հատկապես հաշվի առնելով մեր քաղաքական մշակույթի առանձնահատկությունները, ես վստահ եմ այդ ուժը կշարունակի իշխել, այսպես ասենք, մեն իշխանական տենդենցիաներին հետևելով եւ կմարգինալիզացվեն ամբողջ օպոզիցիոն դաշտի շարժումները եւ դրանք ստիպողաբար կմղվեն դեպի փողոց։ Փորձագետները համաձայն են խորհրդարանում հստակ մեծամասնություն ունենալը կերաշխավորի կառավարության կայունությունը։ Միաժամանակ մտավախություն կա, որ սա կարող է փակել քաղաքական երկխոսության հեռանկարը կուսակցությունների եւ քաղաքացիական խմբերի միջև, ամրապնդելով մեկ ուժի իշխանությունը։ Ժամանակակից ժողովրդավարությունը մեծամասնության կամ մեկ ուժի իշխանության մասին չէ։ Ժամանակակից ժողովրդավարությունը տարբեր քաղաքական ուժերի, մեծամասնության, փոքրամասնության, տարբեր կուսակցությունների, տարբեր պլատֆորմների, գաղափարախոսությունների երկխոսությունն է։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այս սահմանադրական փիլիսոփայությունը երկխոսություն չէ, այլ մեկ ուժի մյուսի նկատմամբ առավելությամբ եւ իշխանական տենդենցիաների դրսևորմամբ է։ Թեև ԱՅՈ-ի կողմնակիցների հիմնական փաստարկներից մեկն այն է, որ սահմանադրական բարեփոխումից հետո տեղի կունենա իշխանության ապակենտրոնացում, ընդդիմությանը կտրվեն հավելյալ լիազորություններ, փորձագետները փաստում են, այնուամենայնիվ ընդդիմությունն առավելապես կունենա դիտորդական կարգավիճակ։ Բառացիորեն գործադիր իշխանությունը կիսվում է նախագահի եւ կառավարության միջեւ։ Մինչդեռ երբ որ մենք անցում կկատարենք խորհրդարանական համակարգի, ապա ամբողջ գործադիր իշխանությունը կկենտրոնանա մենակ մեկ մարմնի կառավարության ձեռքում եւ մենք տեսնում ենք, որ ի տարբերություն գործող համակարգի սա ակնհայտորեն ոչ թե ապակենտրոնացման, ոչ թե ապամենաշնորհային կառավարման, այլ հենց կենտրոնացման գործիք է։ Վիճահարույց երրորդ եւ ամենակարևոր կետը իրավագետ Մազմանյանը համարում է հայեցակարգի հիմքում դրված պնդումներից մեկը, որ համապետական ընտրությունները երկուսի փոխարեն մեկը դարձնելը մեղմելու է նախընտրական, ընտրական եւ հետընտրական լարվածությունը, չխանգարելով գործադիր իշխանության կայունությանն ու բնականոն գործունեությանը։ Եվ սա ես դիտում եմ այդ հայեցակարգի եւ ընդհանրապես այս ռեֆորմի հակաժողովրդավարական լինելու ամենակարևոր ինքնախոստովանություններից մեկը։ Ընտրությունների հետ կապված ցնցումները պետք է կառավարել ոչ թե ընտրությունները օրակարգից հանելով, այլ դրանց որակը բարձրացնելով։ Եթե ընտրությունները հանում են օրակարգից կամ սահմանադրությունից, չի նշանակում, որ այդ ցնցումները տեղի չեն ունենա, դրանք կգտնեն այլ առիթ։